մենք սաղը սուտունենք իմանանք ներկանչվածություն։ Մենք ուզում ենք իմանանք, թե ինչի մեջ ենք կանչված ենք և ոնց անան, ու շատ վաղտը մենք մեր գործերը, մեր ամեն ինչը չափում ենք այն բանով, որ ինչքանով ես այսօր լավ ունեմ, ինչքանով ես այսօր պատմի։ Աստծո առաջ։ Ճիշտ է։ Այսօր լավ չեմ ուղղել, այսօր պատասխանել եմ։ Այսօր օրհնել եմ, այսօր լավն եմ։ Գիտեք, Աստված ունի մի հատ լավ խոսք Երեմիայի առաջի գլուխ 5-րդ խոսքը ասում է Քեզ արգանդում սկերտելուց առաջ ես ճանաչեցի քեզ և մոր քո փորից դուրս գալուց առաջ ես սրբեցի քեզ։ Ուրեմն ինչ է նշանակում այս խոսքերը։ Բերեք մի հատ խորը սկսենք մտածել այդ խոսքի շուրջը և նայենք։ Ասում է լավ դեռ քո ծնողները նպատակ չունեին քո մասին։ Ես արդեն քեզ ճանաչեցի։ Պատկերացնում եք ինչա կատարվում։ Մինչև դեր դու իսկի քո ծնողների պլանում չկար։ Աստված արդեն քո մասին գիտեր ու ինքը արդեն քեզ ճանաչում էր։ Ինքը արդեն ճանաչում էր, թե դու ինչ բնագագծեր ունես, դու ինչ խասյաթ ունես, ոնց ես դու, ինչ մեղքեր պետք է գործես, և դու հնարավորություն կունենաս գաս իրավով։ Ասում է, հետո ասում է, լավ դեռ դու մորդ որով ես արդեն քեզ սրբեցի։ Ինչ է նշանակում սրբել։ Դրա մասին մենք կխոսենք ինչ է։ Բայց դե բերեք մի հատ նայենք, որ ժամանակաշրջանը դա ասվում է Երեմիայի։ Երեմիան պատանիչ։ Երբ որ Աստված գալիս է իրան ու ասում է, գիտես ինչ, ես քեզ լադեր դու պլատը մեր չկար նորը, ես քեզ ընտրել եմ։ Ես արդեն եմ վաղ քեզ ճանաչեցի ու ես քեզ ընտրեցի։ Ու ես քեզ դրեցի որպես մարգարե այս ազգի համար։ Որ դու գնաս, հանդիմանես, քանդես, շինես, Երեմիա պատանին է։ Ու ինքը ինչ, վեցերորդ խոսքը ինքը ասում է, Տեր Աստված, ես չեմ կարողանում խոսել, որովհետև ես պատանի եմ։ Ասում է, ես չեմ կարող խոսել, սովորական մարդ, որը կայնացա, ու երբ որ իրան ինչ-որ մի հատ կանչականի սպասպասեք ես չեմ ուզում սրա հետ գործ ունենամ։ Ես լադեր երեխա եմ, ես չեմ կարող խոսամ, հիշեք միայն Մովսեսին, երբ որ Աստված եկավ իր առաջ կանեց, ասավ գնա Եգիպտոսից հանի, ասում է, Տեր Աստված, բերուժին ուղարկի է, ինչ կերնում։ Շատ հողտը մեր կյանքը մենա է ընթես բան, որ ինչ-որ մի հատ բան պիտի անենք, ասում ինչ կերնում ինչ անենք։ Պետք չի եղել, որ երկու աղբեր են, երկու քույր են կամ բան։ Ներեք այս ասման գնա, գնա պորը լվան, ու ես պիտի լվան, թող անուշը լվան։ Թող անուշը անի։ Մենք շատ վախտանուցում ենք մեզանից, որ դուզ գար բանը, դու վարյալ չունես, ես քեզ արդեն դրել եմ դրա մեջ։ Դու տեղ որ շնարություն չունես, ես արդեն քեզ դրել եմ։ Լատեր դու չծնված, ես արդեն քեզ դրեցի այդ գործի համար։
Գիտեք, մեր կյանքի մեջին նույն բանը լատեր մենք չծնված Աստված արդեն մեր մասին գիտեր, Աստված մեզ արդեն ընտրեց, լատեր որվայնը ինքը մեզ սրբեց, ինքը մեզ ընտրեց ու ինչ-որ մի գործի համար դրեց ու կապ չունի իչև այդ գործ ասենք, տեսեք Երեմիային ինքը եկավ պատանի ժամանակ ասեց Մովսեսը 60 տարեկան էր, 60 ծավալ էր և որ ինքը եկավ իրան ասեց Եգիպտոսի մասին Կապ չունի, ինչ կյանքով դու միջև հետ ապրել ես Աստված դրան չի նայում, Աստված նայում է նրան, որ դու արդեն ընտրված ես, ու դու իրան պետք ես հենց ոնց որ դու կաս, քո թույլություններով, քո ուժեղ կողմերով, Երեմիան դերեք ինքը չասեց, գիտես Երեմիա, ես քեզ զորություն կտամ, ես քեզ պարգևներ կտամ, նա չասավ դա Նահեմիան ասեց ասավ, ես քեզ արդեն ընտրել եմ, գնայիվ ասա Հենց այդ քո թույլությունով, հենց այդ քո բաներով դու այդտենց էլ պետք ես, որովհետև քո կանչվածությունը յուրահատուկ է ու սաղից կանչվածությունը, սաղից գործը Աստծո համար նա յուրահատուկ է Քո անցյալը չի որոշում քո ապագան Քո կրթությունը չի որոշում քո ապագան Քո բարի գործերը չեն որոշում քո ապագան Աստված է որոշում Գիտեք ինչ հետաքրքիր բան է կատարվում օրինակ Ելեք ուշադրություն դարձնենք մի հատ Պողոսին Միջև հետ ինքը սավուտ էր, որը անացում էր քրիստոնյաներին հրաման էր տալի, որ իրանց սպանեն, մորթեն, կախեն, կարգոցեն Այն բանով էր, այդ նպատակներով էր գնում էր Դամասկ, որպեսզի ընդեղ էլ այդ բաները շարունակի և ինքը ուներ քանաներից թուղթ որը իրան տալիս էր մեծ արտոնություններ, անելու դա, բայց թե ինքը մի մոմենտալ դիտում Աստծուն։ Ու Աստված իրան ասում է, գիտես ինչ, ես քո համար բավական ուրիշ կանում եմ։ Ես քեզ դեռ քո համար որովայնը ընտրեցի ու դրել եմ որպես առաքյալ իմ։ Ու առևի կյանքը փոխվում է։ Գաղափարների առաջի գլուխ 15-րդ խոսքը Պողոսը գրում է Աստված, որ ինձ մոր արգանդից ընտրեց և իմ շնորհքով կանչեց։ Գիտեք, վերեք, մենք եղբարական մի հանդիպում էր, Սուրլեցկն, մեր կոնֆեսիոնալի տարբեր եկեղեցիներից օրներ են հավաքվել, դիքեր են հավաքվել և միած են զրից բարձացան։ Իսկ եթե Պողոսը մեռներ, մինչև Աստծո հետ հանդիպելը, ինչ կյանքներ։ Աստծուն պետք է մերկներ։ Մենք եկանք են եզրակացան սարից, որ չէր մեռնի, որովհետև ինքը գործել էր, ինքը ծրագրի մեջ էր, ինքը արդեն ընտրված էր, ինքը արդեն լատարմոր օրովայնից ընտրված էր, ու իր այդ ոչ մի բան չէր կատարի։ Այն մարդը, Աստված ընտրում է, մարդը
մերն մացել, ասման այն արդեն մերնով նպատակին չհասավ։ Գիտեք եմ վաղ, երբ որ ինքը աստծո կանչին ասմա չէ։ Երբ որ ինքը փախչում է աստծո կանչից, ու շատ վաղ դա թեցել է նման։ Իսկ եթե Աստված իրանը դրել է եւ դրել է միջև այդ մարդը կհասնի այդ կանչին, որ կատարի այն կանչը միջև վերջ, Աստված իրան կպահի ու Աստված իրան կնի։ Օմեն։ Իր քոր գիտի որովայնը մնաց։ Խիմ Աստված իրան ուղարկեց Նեհեմիայի քաղաքը կարծելու, ասելու, հանդիմանելու իրանց, որ իրան մեղքերի մեջ են ապրում, ինքը փախավ, ասավ չեն գնալու։ Ծովի վրա ալիքները բարձրացան, փոթորիկ եղավ, սա ասում ես խիս ես փոթորիկ եղավ, այն ժամանակ, որ այդ փոթորիկը պետք է չեղներ, որովհետև ընդ ժամանակաշրջաններ կային, երբ որ փոթորիկը եղներ կամ չէր եղնեն, այդ տերը ինքը կանեց ասավ ես եմ մեղավորը։ Ես աստծուց փակ չունեի, ես եմ մեղավորը։ Իրան վերին գցել են ծովը, ծովը հանգստանում է, գիտնում իրան ուղղատան։ Իր քոր կտի փորը մնաց, չմարսվեց։ Աստված պահում իր ասում էր բարգի մապաշխարի, ու երբ որ ինքը կանչեց ու ասեց Աստված, ես մեղավոր եմ, ինչ էլ ասես ես կանեմ, ուր էլ կասես ես կգնամ, գիտի իրան ասման, թքեց։ Աստուծարի։ Ստեղ։ Ինքը գնում է, ինչ-որ Աստված իրան ասում է։ Նույնիսկ մեր կյանքը մանրնեմ, երբ որ Աստված մեզ կանչում է ու մենք սկսում ենք փախչել, ու մենք սկսում մենք գտնում ենք ինչ-որ մի փորձությունների մեջ, մենք խի եղան փորձություն։ Մենք Աստծո կանչից փախանք, ու մեր կյանքն սկսվեցին ինչ-որ փորձություններ։ Մեր կյանքն սկսվեցին ինչ-որ, իսկ եթե հովերը չեմ ապաշխարել, ինչ կերմեր։ Եթե ինքը վնդեր, կասել մի որ ժամանակ, գիտեք ասել չէ, դիմարս է։ Միջև երբ պետք է մարգայել որի մեջ։ Դրա մեջ Աստված քեզ ընտրել է, Աստված քեզ տվել է կանչվածություն։ Ու մյուս անգամ ենք պետք է նաև խոսանք ինչի մեջ է քո կանչվածությունը առաջնային։ Այսօր ենք պետք է դատել խոսանք դրա մասին, որ մենք ընտրված ենք։ Աստված ընտրեց դատել քո ծնվելուց առաջ առանձնացրեց քեզ ու տվեց որպեսզի դու իմանաս դրա մասին։ Մենք զուր չենք սոստի նստած։ Մենք պատասխանեցինք իրականչին ու եկանք։ Բանտե մեկս մենք ունենք մեր ժամանակաշրջան, երբեք մենք պատասխանելու։ Սատանան շատ վաղ գալիս է և մեր ականջին շրջանավոր։ Դու արժանի չես, դու ներկայ դու սուրը չես արել։ Ոնց ես դու խոսացել, ինչ քալեր ես դու արել։ Բայց Աստված ինքը դարձ ուրիշ է։ Աստված ինքը սոր քեզ ասում է, որ դու թույլ մի դուր, որ սատանա շշնջա քեզ, դու անարժան ես, ու շատ կերտով ես,
Եթե քեզ Աստված ընտրել է եւ մինչեւ քո ծնունդը ապա քո սխալները համակարգի չի դրանք միայն ֆոնդ է որի վրա Աստծուն պարկը երևա ավելի շատ երբ որ մենք ունենք Աստծո պարկը մեր կյանքի մեջ երևա ավելի ուժեղ երբ որ մենք մեղավոր ենք նրա ներումը մեր կյանքի մեջ մեզ համար ավելի բարձր է Զուր չի, որ Աստված ասում թող թույլ ասի ես զոր եմ։ Չէ, որովհետև ինքն զոր Աստված է, քո կյանքի մեջին։ Ու եթե ինքն դրել է քեզ, մի մտածի, որ դու չես կայուն անես, ու դու չես իմանա ինչ է։ Աստված իր ժամանակին քեզ կասի, ինչի մեջին դու անես։ Ու ինչ քայլեր դու անես։ Գիտեք, ես երբ որ ապաշխարել եմ, եւ ակայ մի 4 ամիս հետո ես արդեն կանչվածում եմ ես աղոթել եմ ես շատ եմ աղոթել ինձ Աստված ասաց բայց թե ինքն ինքը ինձ ասեց ասա դա դեռ ժամանակը չի երբ որ ժամանակը կգա այդ վաղ ես կասեմ քեզ գիտեք այդ ժամանակը եկավ համարյա 20 տարի հետո Այդ շատ վաղ Աստված ինձ պատրաստ է մեր Ես չեմ հասկանում շատ բաներ, խելինք, ինչու ինձ անձեր կասնեմ ես տարբեր իրավիճակների մեջ Ես հետո հասկացա Երբ որ ինքը ինձ բերեց ու կայնացրեց դի որպես Բայց թե առաջնային ինքը ունի քեզ համար մեծ կանչվածություն, դու իշի դրա մասին ու ինքը ուզում է, որ դու ընտրես իրան, գնաս դեպի իրան, ու ինքը կբացի քեզ համար, այն ինչ որ բացված չէ։ Հիշեք Երեմիան, ինքը պատանի էր, և Աստված իրար կանչեց, ինքը ասեց, ես չեմ կարող, ինքը ասեց, չէ, դու պետք է գնաց, դու պետք է անես։ Կարդացեք Երեմիայի գիրքը, դեք ինչերը վերացնեմ Երեմիան, որ ինքը գնում էր Աստծո խոսքը ասում էր, իրան կարկոցում են, իրան հանածում են, իրան փոսի մեջ են գցել, ամիսներով փոսի մեջ էր ապրան, ու շատ տարբեր բաներով ինքը անցավ, բայց թե Աստված իրան ընտրել և ինքը կանգնեց և արեց, նույնիսկ Իսրայելի թշնամիները, որոնք եկել են Իսրայելը քանդելու և պատերազմով եկել են, այդ Իսրայելը թշնամու թագավորը կայնեց ու ասեց ասավ, ուր այդ մարգարե, որ մարգարեացը դա, որ ես պետք է գամ և քանդեմ Իսրայելի պատերը, Երուսալեմի պատերը։ Փոսի մեջ նստած ասավ, հանեք իրան և արձակեք ազատ։ Դրա համար բերեք այսօր մտածենք դրա մասին, մի հատ մեր աչքերը փակենք ու սենց պատկերացնենք, որ դա դեռ մենք չստեղծված, դա դեռ պլանների մեջ չկա, Աստված նստած էր և քո նկարը իր ձեռքի մեջ էր, և ինքը
նայում էր այդ նկարին ու ասում էր սա ամենազոր ծառայող պետք է եղնի ինձ համար։ Եվ այդ նկարը քո նկարն է, հագիր քո աչքերը և պատկերացրու դա։ Բերեք ասենք իրար հետ, Տեր, ես ընդունում եմ քո ընտրությունը, ներիր, որ ապրել եմ իմ կամքով։ Այսօրվանից ես քեզ եմ վերադարձնում իմ կամքը, դարձրում նա նրան, ինչին դու ինձ տադրել ես ակամի։ Այն ինչ որ դու պապա քեզ դրել իմ կյանքի մեջին ես, դու արա իմ կյանքը, ես ուղղակի այսօր հավատում եմ լարիր քեզ և ես հավատում եմ Տեր, որ քո կաշվածությունը ինձ համար հրապարի է։ Հռոմեացիների 11:29 Աստծո պարգևները և կոչումը անփոփոխ։ Այն ինչ որ Աստված տալիս է, նա չի դերում հետ։ Այն ինչ որ Աստված քո մեջ դրել է, նա հետ չի դերում։ Իսկ եթե Աստված ընտրում է մեզ մեր որովայնի, ինքը մեծանվելու հետ միասին տալիս է ինչ-որ միակ շնորհք մեզ։ Նա պարգևներ է տալի մեր կյանքի մեջին, ու ինքը այդ պարգևները չի դերում են հետ։ Այդ պարգևները մեր հետ է։ Արդեն մեր գործը, ոնց մենք այդ պարգևները կօգտագործենք։ Բարի, չարի համար, որովհետև երկուսն կարող են։ Այդ նույն բանն է կատարվում է խոսքերնակ բախնայողների և ունեն պարգև Աստծուց, մարգարեի պարգևներ, յանք ունեն հոգիների զանազանության պարգև, բայց թե իրանք ճիշտ ճանապարհով չեն օգտագործել։ Եվ նա դրա համար պետք է պատասխան տալ։